Ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է եւ հիմա ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, արդեն ես խնդիրը դրել եմ, ես էլ եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերվում է բոլոր փուլերին, արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանը եւ արդյունավետության բարձրացմանը, այստեղ իհարկե կուտակիչ կայանների ենթակառուցվածքը շատ էական եւ կարեւոր է, էլեկտրական էներգիայի տեղափոխման արդյունավետությանը, իհարկե նաև էլեկտրաէներգիայի արտադրության ձևերի բազմազանեցմանը եւ իհարկե շատ կարեւոր է էներգախնայողության ծրագրերը, որը էներգիայի խնայողություն, որ ասում ենք խնայողություն, դրանից տպավորությունն է, թե մենք ավելի սառը բնակարաններ պետք է ունենանք, բայց դրա մասին չի խոսք, ընդհակառակը պետք է ավելի տաք բնակարաններ ունենանք, ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ։ Բայց հիմա այս ծրագրի արձագանքները լսելով, իհարկե որոշ դեպքերում մենք որակի հետ կապված խնդիրներ ունենք, մասնավորապես Դիլիջան, որ այցելել ենք, շենքերից մեկի պատի հետ կապված խնդիր կար, ելնում ենք այն կանխավարկածից, որ ծրագիրը բնականաբար պետք է բարձր որակով արվի, բայց նաև իմ արձագանքը հետևյալն է, որ այս ծրագրով մենք ներդրված գումար մենք գործնականում ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ուղիղ, առանց չափազանցության, դա տարիների ընթացքում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ մենք հետևյալը պիտի անենք եւ միջգերատեսչական համագործակցությունը այստեղ էլի կարեւոր է, որ մենք պետք է նայենք հանրապետությունը մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է նա, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգա արդյունավետության այս ծրագիրը իրականացնենք եւ ել եմ ասում մենք այո պետք է ֆինանսավորենք, բայց նաեւ դրանով մենք ուղիղ մարդկանց այդ ընտանիքների գրպանը կամ ընտանեկան բյուջեում կոնկրետ ներդրում ենք անում եւ նաեւ էներգա արդյունավետության խնդիրն ենք լուծում, բայց դա իմ ընկալմամբ միջգերատեսչական կամ որևէ ֆորմատով աշխատանքային խմբի գործունեության մի փոքր հատվածը պետք է լինի եւ ընդհանրապես էներգետիկ տրանսֆորմացիան, ինչպես մենք արձանագրել ենք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ, պետք է լինի մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը եւ իհարկե մեզ անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել այն փորձը, որը արդեն կա։ Մասնավորապես Գերմանիայի Դաշնություն նախորդ տարեվերջին իմ կատարած այցի ընթացքում մենք այդպիսի մի այց ունեցանք, որը ամբողջությամբ բնակելի մի հատված էր, ըստ էության նոր կառուցված կամ մասամբ նոր կառուցված թաղամաս, որը ամբողջությամբ հենված է էներգետիկ նոր տրամաբանության վրա եւ էներգիայի, իմիջայլոց էներգետիկ վերափոխման տրամաբանության մեջ, օրինակ իրերի ինտերնետը եւ խելացի բնակարանների տրամաբանությունը շատ էական նշանակություն ունի, որովհետեւ մենք չգիտենք ընդհանուր պետական գերատեսչության շենքերում մենք մեծ ծավալով էլեկտրաէներգիա ենք ծախսում, որի կարիք չկա, բնակարաններում էլ, ասենք սարքեր եւ լամպեր, որոնց կարիք չկա, մոռանում ենք, տենց կարան նույնիսկ օրերով միացրած մնան եւ դա չի կառավարում։ Ես սրա համար եմ ասում, որ այս բոլոր կոմպոնենտները պետքա դրվեն եւ զուգահեռ Հայաստանում պետքա զարգանա եւ նաեւ իրերի ինտերնետը պետքա էականորեն զարգանա, որ արդեն աշխարհում կա, այսինքն բնակարանում կենցաղային սարքերի հերավար կառավարման հնարավորություն, ասենք դուս ես եկե, օրինակ օթորակիչը մոռացել ես անջատել, գնացել ես 200 կիլոմետր հեռու ես։ Այսինքն նման բաների վրա այնքան էլեկտրաէներգիա ծախսվում, որ եթե այդ չծախսվի, շատ էական գեներացիա կապահովի։ Այսինքն մենք մտածում ենք անդադ եւ ճիշտ ենք անում, պետք է մտածենք նոր էլեկտրաէներգիայի
արտադրության կարողություններ ունենալու համար, բայց մեր աչքի դեմ այդ էլեկտրաէներգիան արտադրվում է եւ կորում է եւ մենք երբ որ այդ խնայողության ռեժիմները դնենք, այդ խնայողությունը լավ չի ինչ ունես տպավորությունը, թե պետք է բան անենք, էլի կչմտենք, որ չօգտագործենք, ուրիշ բառապետ, արդյունավետությունը բարձրացնելով մենք շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել, մանավանդ այսօրվա միջավայրում, երբ որ մեր ներդրումային ծրագրերով մեզ գնալով ավելի ու ավելի շատ էլեկտրական էներգիա է պետք լինելու, բայց ամեն դեպքում դա եւ ընդ որում տնային ընտանիքների բյուջեներից արվում են ծախսեր, որ չի հաշվարկվում, ոչ մեկ չի հաշվարկվում, այսօր մենք խոսում ենք բարեկեցության մասին, աղքատության մասին, մենք չգիտենք մեր տներում ինչքան սարք անիմաստ միացրած մնաց եւ մենք մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, մի տարի, 5 տարի, 10 տարվա ընթացքում ինչքան փող դրա համար ավել գնաց, երբ որ հաշվարկ արվի, կարող է մի հատ մեծ կլորիկ գումար է ձևավորվելու, չի կարա այդպես չլինի, չի կարա բացառված է, որ այսօր համատարած այդ խնդրեմը կա եւ միշտ էլ եղել է, այսինքն էներգետիկ տրանսֆորմացիա ասելով ես այս նկատի ունեմ, որ էներգիայի մասին մեր պատկերացումները էականորեն պետքա փոխվեն։ Կամ էլի նույն օրինակն եմ ուզում բերեմ, երբ որ նախորդ տարի թոշակառուներից մեկի հետ հանդիպում էի արել եւ մարդը բացատրում էր, որ դե ասում էր թոշակը չի հերիքում, որ տունը տաքացնենք։ Եվ սկսում էր եւ երբ որ ես հետաքրքրվեցի, հասկացա ինչքան էլ թոշակը բարձրացնենք, այդ տունը չի տաքանալու, որովհետեւ այդ տունը էներգաարդյունավետ չի, ասենք լավ, միջին բանը 17 աստիճանը կարող ենք դարձնել 17.2 կամ 17.5, բայց դրանից բան չի փոխվում, որովհետեւ եթե էներգաարդյունավետ չի, այսինքն պատուհանների արանքից փչում է, ինչքան ուզում ես բան արա, ինչքան կարաս ջերմություն ներմղես այդ բնակարան, որ այդ բնակարանը կայուն ջերմաստիճան ունեն, դա բացառված բան է, չի կարող լինել այդպիսի բան պարզապես։ Հետևաբար ես հենց այս նկատի ունեմ էներգետիկ տրանսֆորմացիա ասելով եւ սա մեծ աշխատանք է, ելի եմ ասում, սա մի նախարարության աշխատանք չի, այստեղ մենք պետքա կառավարման ավելի ճկուն ֆորմատներ ունենանք, որպեսզի մենք կարողանանք համատարած, այսինքն ռազմավարությունը եւ պլանը ունենալ եւ մշակել, բայց այդ ծրագիրը, որը ավարտվել է եւ որը դժբախտաբար, ես ինչքան հասկանում եմ, ամբողջ ծավալով մենք տենց է չկարողացանք իրականացնել, եւ այդ թվում մեր ընկալումներ, այդ համակարգային դիմադրությունը տեղել է արտահայտվում, նախ ընկալում չկա։ Այսինքն նույնիսկ բնակիչներ, երբ որ մենք սկսում ենք այնտեղ, մարդիկ դեռ չեն բանանում, չեն ընդունում, որովհետեւ այնտեղ կտոր կար 5%, թե ինչքան բնակչությունը պետքա վճարի եւ այդպես շարունակ։ Եվ մենք պետք է այդ օրինակով ցույց տանք, որ 5% վճարելով իրանք 70% խնայողություն են անում։ Եվ այդ նույն տրամաբանությունը մենք դնենք եւ նաեւ գործընկերների հետ բանակցենք, գուցե հնարավոր լինի նաեւ չօգտագործման մասը նորից բերել այդ ծրագրի եւ շարունակել։ Բայց սա շատ կարեւոր ռազմավարական ծրագիր է եւ խնդիրը ավելի մեծ եմ ձևակերպում։ Հանրապետության բոլոր պանելային շենքերը մենք պետք է խնդիր դնենք, որ լուծենք, չգիտեմ դա ինչքան ժամանակ կտևի, այդ նույն բանաձևով բնակչությունն էլ պետք է մասնակցի, որովհետև այդտեղ կոնկրետ Իջևանի դեպքում ինչքան հասկացա, վերելակների փոփոխություն էլ է տեղի ունեցել եւ այլն, ինչայց այդ շենքերում երևի շահագործման օրից վերելակ չի աշխատել, հիմա վերելակները աշխատում են եւ այդպես շարունակ։